քաղաքացիներին։ Երևանում ծածկած շուկա հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանը ոչնչացվում է սեփականատիրոջ կողմից։ Հուշարձանը հանդիսանում է հանրապետական նշանակություն ունեցող եւ իր տեսակով տարածաշրջանում հանդիսանում է եզակի ճարտարապետական կառույց։ Մենք Երևանի կենտրոնում ոչնչացնում ենք մեր հուշարձանները։ Մենք ստացել ենք մեր նախորդ սերունդներից հարուստ պատմամշակութային ժառանգություն եւ պարտավոր ենք մյուս սերունդներին փոխանցել այդ ժառանգությունը։ Կամարները քանդված են։ Կամարների փոխարեն վեր է խոյացել բետոնե անճոռնի կառույց։ Որևիցե մի պետական կառույց, պետական մարմին նման թույլտվություն չի տվել։ Հուշարձանները յուրատեսակ կրիչներ են պատմության եւ մշակույթի։ Որոնք այստեղ հավաքվել են, իրենց որևիցե մի ներկայացուցիչ չի առաջարկեն, որ ինքը արտահայտի իրենց կարծիքը։ Բացի գոռալուց, բացի այստեղ աղմուկ անելուց, ուղղակի բանական ձևով արտահայտեն, թե իրենք ինչ են ուզում։ Այստեղ բացի պիտակներ ասելուց մարդկանց, որևիցե խոսք մենք բանական խոսք չենք լսում։ Իսկ այս կակաֆոնիան, որ դուք հիմա լսում եք, դա այն միակ ձայնն է, որը փաստորեն այդ մարդկանց ստիպել են հանել։ Մենք արտահայտում առայժմ ոչ մի արտահայտություն չլսեցինք, թե ինչ են ուզում այնտեղ հավաքվածները։ Եթե իրենք խոսում են աշխատանքի, աշխատատեղերի մասին, ապա այդ զենգափոխում է, որովհետև մենք ասում ենք այստեղ պիտի լինի ծածկած շուկա, իսկ ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ծածկած շուկաները, հուշարձան ծածկած շուկաները ամենաշատ եկամուտ բերող տեղերն են։ Ուրեմն Հայաստանում նույնպես ծածկած շուկան, եթե բացվի այնպես ինչպես որպես հուշարձան ինքը կա, ինքը միայն աշխատատեղեր կստեղծի։ Այսինքն այստեղ փորձում են մի այնպիսի արգումենտ հաստատ բերել, որի դեմ ոչ թե դեմ ենք, այլ մենք ինքներս ենք ասում, որ ինչքան շատ հուշարձան, այնքան շատ աշխատատեղ, ինչքան լավ պահպանված հուշարձան, այնքան շատ հյուրեր։ Իհարկե, այստեղ հակասություն չկա։ Իսկ կակաֆոնիա իրենք կարող են անել անընդհատ։ Սա խոսում է իրանց այն մարդկանց, ովքեր բերել են ժողովրդին այստեղ, որ իրենք ասելիք չունեն ուղղակի։ Պարզ մարդիկ են, մենք իրենք որ պարզ մարդիկ երբեմն իրենց ներկայացուցիչ միջոցով են արտահայտում, բայց այստեղ այդ մարդը չի երևում։ Չկա այն անձնավորությունը, որ պիտի արտահայտի, թե իրենք ինչ են արել այս հուշարձանի հետ, ինչի են իրենք հակասության մեջ ամբողջ ժողովրդի համաժողովրդական սեփականությանը, որտեղ հուշարձանը դա բոլորի սեփականությունն է։ Դա այդ մարդունը չի, ոչ էլ այստեղ հավաքված մի խումբ քաղաքացիների, դա բոլորին է։ Կրկնում ենք մեր պահանջները։ Առաջին, ծածկած շուկայի սեփականատիրոջը օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, նրան հարկադրել հատուցել հուշարձանին հասցված վնասը և վերականգնել դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում, հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով, երկրորդ, դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն, մինչև նշված օրենքի պահանջների կատարում ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը։ Երրորդ, վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից։ Այսօր ավելացավ ևս մեկ պահանջ, վերացրեք ուղղագրական սխալները ձեր պաստառների վրա, ընդդիմախոս գրվում է 2 դյով,